Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Պարոն Արուշանյան, Վարդան Ղուկասյանին եւ իր հարակից շրջանակի ներկայացուցիչներին կոնկրետ հանցագործությունների մեջ մեղադրանքի առաջադրված, մինչդեռ ընդդիմությունը շարունակում է պնդել 37 թիվ է, նա քաղբանտարկյալ է, քաղաքալասյաններ են, ես կխնդրեմ ձեր մեկնաբանությունը այս հայտարարությունից։ 37 թվին չէ, 37 թիվ չէ, ես կասեմ 2012 թիվը կբերեմ օրինակ, 2012 թվականին Վարդան Ղուկասյանը ընդրված քաղաքապետ լինելով հրաժարականի թիմում գրեց դուրս եկավ, 2012 թվականին, եթե չեմ սխալվում, էլի եղավ քաղաքապետի ընտրություններ, որտեղ 10 տարի քաղաքը ղեկավարած անձին չթողեցին մասնակցել ընտրություններում, էլ չեմ նշում Վարդան Ղուկասյանի հանդեպ տեղի ունեցած մահափորձը, որին զոհ գնացին 4 մեր համակարգացիները եւ վիրավորվեցին ու կարելի ասել կես մարդ տարան այն մարդիկ, որոնք մեքենայի մեջ եղել են, այդ թվում Վարդան Ղուկասյանը 37 թիվը 2025-ն է, թե 2012-ը, տարբեր իշխանությունների ժամանակահատվածում։ Մեր ժամանակահատվածում բոլոր ընդդիմադիր թեկնածուները հանգիստ լիազորություններ ունեն, իրանց լիազորություն սահմաններում, մասնակցում են ընտրություններին հաղթում են, միավորվում են իրար բոլոր ընդդիմադիրները, որևիցե մեկի հետ, որևիցե խնդիր չի, 37 թվի պարագայում ասացի ոչ թե 37, այլ 12 թիվը կլիներ ու որևիցե մեկը բացի մեզանից չէին մասնակցի ընտրություններին։ Հիմա մեզ մեղադրում են ոչ ժողովրդավարության մեջ, երբ որ մեր համայնքի ղեկավարների 1/3-ը, դե չեմ սխալվում, ընդդիմադիրներ են։ Եղել է նախկինում երբևիցե նման բան, չեմ կարծում, որ եղել է, ես չեմ մտաբերում։ Չի եղել, որ ով ընդդիմադիր խոսք ասի, իր հետևից գնան, բերանը փակեն, տարբեր ոլորտներին է վերաբերվում։ Եվ քաղաքական գործիչներ, եւ իրավապաշտպաններ։ Եկեք անկեղծ լինենք, գոնե մենք ինքներս մեզ հետ կամ լավ է մի անկեղծ չենք կամերաներն անջատելուց հետո վստահ եմ բոլորդ անկեղծ կլինենք։ Այն խոսքի ազատությունը, որ այսօր Հայաստանի Հանրապետությունում կա, ու շատ դեպքերում, որը խոսքի ազատություն չէ, կա լակտիություն է, մեծ բերանություն է, անտաստիրակություն է, երբևիցե չի եղել Հայաստանում։ Երբևիցե նման իրավիճակ, որ նույնիսկ քաղաքացիները դժգոհ են այդ չափից ավելի խոսքի ազատությունից, որը էլ եմ նշում ինչ բնորոշումներ կարելի է տալ ոչ թե խոսքի ազատություն, երբևիցե չի եղել Հայաստանի Հանրապետությունում։ Ով է կաշկանդված խոսել, ինչեր ոչ մի բան, չէ։ Ասենք օրինակ սպանվում էին, օրինակ ամենանդիմադիր թերթի լրագրողը դարձավ վարչապետ խմբագիրով, որովհետև ժողովուրդը հեղափոխության ժամանակ կանգնեց Նիկոլ Փաշինյանի կողքին, տասնամյակներ շարունակ գործել է Նիկոլ Փաշինյանը, նաև բանտարկվել է Նիկոլ Փաշինյանը, նաև այլ մեքենան է այրվել Նիկոլ Փաշինյանի, շատ չեմ կարծում, որ այն ժամանակահատվածում, երբ որ եղել է ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը, չեմ կարծում, որ ապրել է նման հրաշք կյանքով ու այսպես խոսքի ազատություն է ունեցել, ոնց որ մի բան դիմադրիներ ունեն։ Ինչ ենք մենք բերում Ժորժ ջան։ Ես չեմ ուզում, ես երբևիցե չեմ վախեցել, ես երբևիցե չեմ վախենում։ Բայց ամեն դեպքում, ինչ ազատ խոսք ասողի Ժորժ ջան, ես հասկանում եմ դուք որ դեպքի նկատի ունեք, պատարագը չի կարելի խանգարել, պատարագի ժամանակ քաղաքական, ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին որևիցե աղոթք ու որևիցե պատարագ չհամարել կեղծ, որովհետև մենք հիմա էլ էստեղ, որ ես սկսեմ աղոթել, չի կարող, ես եկեղեցական չեմ, դուք եկեղեցական չեք, բայց եկեղեցու մեջ ես, ոչ, Ժորժ ջան, պատարագը, ես ամեն դեպքում ես հորդորում եմ բոլոր քրիստոնյաներին, որովհետև պատարագ չհամարել կեղծ, որովհետև դա խոսք է առ Աստված ու այդտեղ հավաքված մարդիկ հաղորդակցում են Աստծո հետ պատարագի միջոցով։ Ժորժ ջան, քահանան չի ընդունել կարգալույծի կարգավիճակը, դրա համար էլ ինքը շարունակում է իրեն քահանա համարել, մենք էլ շարունակում ենք քահանա համարել, նույն բանն ենք ասում, նույնը չէ, որովհետև
նույնը չէ, որովհետև լավ գիտեք, խնդիրներ կան տարբեր, դրա համար մեկնաբանությունը ով է խոդացանն է։ Ժողովուրդ արդեն ոնց որ կամաց ամփոփեն։ Ինչ։ Վճարվելի գումարը, այդ մեր ներկուսակցական այդ Շորժ ջան, այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է, ասենք մենք հրաբարագում ենք, կարող ենք չէ չհրաբարագել օրինակ տեղյակ եք այլ ուժերի ու այլ կուսակցություններում նման բան կա թե չկա, տեղյակ չեք չէ, բայց գուցե եւ կա, գուցե եւ չկա, մենք բաց ենք լինելով իշխանություն, մեր որտեղ գրած դիրքորոշումն է լինել բաց հասարակության հետ, նաեւ վարչության ընտրություններում, նաեւ այն բոլոր մեր ներքին որոշումները, որոնք կայացում են, մենք բաց ենք ու հրաբարակային ենք ժողովրդի հետ, փորձեք այլ կուսակցություններից ճշտել արդյոք իրենց ընտրություններն են նույն ձևով թափանցիկ լինում, թե իրենք վճարներ ունեն, թե չունեն։ Կարող է պարզվել մի հատ ուրիշ կուսակցություն 5 միլիոն դրամ է ենթադրենք։ Այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է, ովքեր որ ցանկություն ունեն մասնակցելու, կարող են մասնակցել, ամեն դեպքում ինքը վարչությունն է ընտրելու, կազմելու այնպես չի, որ հայտը ներկայացնելուց այդ կես միլիոնը կամ 1.5-ը մուծելու ես։ Հայտ առաջարկը ներկայացնում ես, ինքն առաջադրվում ես, եթե վարչությունը հաստատում է քո թեկնածությունը եւ դու ցուցակով մասնակցում ես ընտրություններին, ցանկության ունես կվճարես, մասնակցես, չես ունի, չէ, բայց դա անդամավճար է, ոնց որ ասենք, թե չենք մենք կուսակցականներս անդամավճար վճարում։ Այդ մեր ներքին կուսակցական խնդիրներն է։ Հորդորեմ բաց լրատվամիջոցներին փորձել ճշտել այն կուսակցություններից իրենց ներքին որոշումները, որոնք շատ հաճախ գաղտնի են պայվում, հիմնականում գաղտնի են պայվում։ Ես եմ շնորհակալ։